Այսպիսի ժամանակներում մամուլի առաքելությունը որն է, ինչ պիտի անի մամուլը։ Իսկապես շատ բարդ է 2025 թվականի մամուլի լրագրողի լրատվամիջոցի գործը։ Մենք լրատվամիջոցները ոչ թե միմյանց հետ ենք մրցում այսօր, այլ մրցում ենք սոցցանցերի հետ։ Որտեվ հիմա, ասենք, դու ինչքան ուզում ես օպերատիվ լինես, ինչքան ուզում ես ձեռքդ պուլսի վրա լինի, թարմ, լավ ինֆորմացիա, ընթերցողին հետաքրքրող ինֆորմացիա գտնես, մեկ էլ տեսնում ես սոցցանցում մեկը առանց ճշտելու, առանց չարչարվելու դա գրեց, հա, որտեվ ինքը պատասխանատվություն չի կրում։ Հիմա դուք նայեք ձեր շուրջը, տեսեք, ինչքան գիտեք ձեր շրջապատում պսի լավ քաղաքացի դասախոսներ կամ շատ լավ քաղաքացի բժիշկներ կամ իրոք երկրին նվիրված գիտնականներ, բայց ես օրինակ կարող եմ հարյուրավոր լրագրողներ թվարկել, որոնք շատ նվիրված են եւ իրենց աշխատանքին 17 տարվա մեջ հրապարակը իր կայուն տեղը զբաղեցնում է լրատվական դաշտում եւ այնպես չի որ ես ասեմ սենց էտալոն ենք միայն բացառիկ ճշմարտություններ ու չգիտեմ ինչ ենք հրապարակում, բայց փորձում ենք ազնիվ լինել մեր ընթերցողի հետ, փորձում ենք իր բոլոր հետաքրքրությունները բավարարել եւ երբեք միտումնավոր սխալ, միտումնավոր խեղաթյուրված ինֆորմացիա չի կարող գնալ մեզ մոտ, ես ավելին ասեմ, եթե նույնիսկ ոչ թե աղջիկ ամուսիններ, այլ հենց աղջիկը լիներ ազգային ժողովի նախագահը, ես ինչ ճիշտ նույն կերպ էի վարվել, ոչ մի տարբերություն, այնպես որ այդ զարմանքը, հա, որ մարդիկ էս հայ մարդիկ տենց են, չէ, ասում է, որ եղբորս տղայի քեռու ամուսինը Ես ինչ պաշտոնին է, դա ինձ կաշկանդում է, ես չեմ կարող արտահայտվել, իմ համար դա գոյություն չունի, որտեղ հենց առաջի օրվանից 18 թվին մայիսի 1-ին եկել է իշխանության Նիկոլ Փաշինյանը, ես այդ օրվանից ասում եմ, ես շարունակում եմ իմ լրագրողական աշխատանքը, իմ խմբագրի աշխատանքը եւ իսկ ասում եմ, որ լրատվամիջոցը չի կարող իշխանամետ լինել։ Ինքը իր գործն անի, իր առաքելությունը իրականացնի։ Լավ կլինի, լավ կաշխատեք, լավ բաներ կանեք երկրի համար։ Փառք ու պատիվ ձեզ, ես ձեզ ընկեր կլինեմ, վատ կաշխատեք, վատ բաներ կանեք, մենք նույն ձևով գրելու ենք, ինչպես գրել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների ժամանակ։ Ողջույն 24 Նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անին եմ Տեր-Գուլանյան, այսօր եմ հյուրը Հրապարակ թերթի գլխավոր խմբագիր, հմայիչկին Արմինե Օհանյանն է։ Բարև Տիկին Օհանյան։ Ես ուզում եմ այսպեսի մի հարցով սկսել։ Լրատվությունը, ընդհանրապես մամուլը, ինքը լրատվություն է, թե մշակույթ։ Երևի առաջին հերթին լրատվություն, բայց նաև մշակույթ։ Ես առհասարակ կարծում եմ, որ մշակույթը առկա է ամեն ինչում, հա, եւ քաղաքականության մեջ, եւ սպորտում, եւ մեր առօրյա կյանքում, հա, մշակույթը այնպիսի մի լայն հասկացություն է, որ չի կարելի պարփակել միայն արվեստի ինչ-որ ճյուղերի մեջ, հա, ինքը նաեւ ավելի ընդարձակ մի բան է։ Եվ այն անձնավորությունը, որը մշակույթ չի կրում իր մեջ, ինքը մշակույթին անհաղորդ է, իր համար մեկ է մշակութային արժեքներ կան, չկան եւ այլն, ինքը չի կարող ոչ մի գծով լավ մասնագետ լինել, այդ թվում նաեւ լրագրող։ Այնպես որ մշակույթը, այո, նաեւ կրթություն է, նաեւ գիտակցություն է, նաեւ գաղափար է, նաեւ լավը վատից տարբերելու, գեղեցիկը տգեղից տարբերելու նաեւ շնորհք է, այնպես որ մշակույթը ամենուրեք կա։ Ձեր գործի բերումով անընդհատ քաղաքական գործիչների հետ գործ ունեք եւ նաեւ վերլուծաբանների քաղաքական հեշտ է իրենց այդ առնչությունը ինչպես է ստացվում։ Այնքան երկար եմ ես շփվել այդ զանգվածի հետ, որ հիմա ինձ դժվար է ասել հեշտ է թե բարդ, որովհետև ես ոնց որ ասած իրենց ուղնուցուցից գիտեմ, հա, իրենք գիտեմ թե ով են, ինչ են, ինչ ցենզայրանում ինչն է իրենց դուր գալիս, ինչպես կարելի է իրենց բացել, խոսեցնել եւ ինչպես կարելի է իրենց ներկայացնել, մատուցել մեր ընթերցողին, բայց խնդիրը դա չի, Խնդիրն այն է, որ մեր քաղաքական գործիչների, մեր քաղաքագետների, վերլուծաբանների մեջ շատ է ոչ պրոֆեսիոնալիզմը, շատ է մեծամտությունը, անհարկի, այնպես է, որ ստացվել, որ լավ փորձագետ տվյալ ոլորտի գտնելը շատ բարդ է հիմա լրագրողների համար, որտեղ մի մասը ինչ որ մի զանգված կա, որը խուսափում է խոսելուց, ունի իր սիրելի, ասենք, լրագրողը, լրատվամիջոցը
միայն նրանց հետ է շփվում կամ հիմա առավել եւս որ այս սոցիալական ցանցերի հայտ գալուց հետո իրենք նախընտրում են երբեմն Facebook-ում ընդհանրապես իրենց խոսքն ասել եւ բավարարվել դրանով, այլ հարկ չեն համարում լրատվամիջոցների հետ ուղիղ աշխատել։ Բայց իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, այստեղ ուղղակի մի, չգիտեմ ինչ ասեմ, խայտառակ որակ է, խայտառակ վիճակ է, որ տարի տարվա հետ ավելի է վատանում վիճակը, հա, եթե 90-ականներին օրինակ, ես վաղուց եմ աշխատում ոլորտում, 90-ականներին կային գրագետ պատրաստված, դպրոցանցած, լավ կրթություն ստացած, հետո իրենք իրենց վրա նաև ինքնակրթությամբ էին զբաղվում, հիմա այսպես մի հատ փնթի ամեն մեկը կարող է իրեն քաղաքական գործիչ համարել, ամեն մեկին կարելի է մանդատը տանել, նստացնել ազգային ժողովում, երեք օրինակ նայում եմ այդ Գեղարքունիքից մի պատգամավոր հպարտորեն ասում է, այո, իմ համար սեպտեմբերը սեկտեմբեր է, հունվարն էլ հունրվար է, ու նենց հպարտ ինքը հարցազրույց է տալիս լրագրողին, կարծես թե դա մի մեծ արժանիք է, որ ինքը տգետ է, անգրագետ է եւ սխալ բառեր է օգտագործում, հա, իր լեքսիկոնում, ի վերջո դու վերջը տարական գրագիտության կանոններ կան, դա այնպես չի, որ ասես ես Գեղարքունիքի բարբառով եմ խոսում, լավ եմ անում իմ տեղանքի բարբառը, ես կենթանի եմ պահում, դու ընդհանրապես ասում ես, որ ես տգետ եմ, ես բառերի արտասանության ճիշտ ձևը չգիտեմ, սենց եմ օգտագործում, լավ եմ անում, այսպես է, որովհետև ինձ հարմար են գտել, որ ես հայտնվեմ ազգային ժողովում, բայց սա ինչ մթնոլորտ է երկրում ձևավորում, ինչպիսի ուղերձներ է հասարակությանը փոխանցում, ինչ է մտածում են երիտասարդ սերունդը, որ լսում է այս փոքրիկ այդ հարցազրույցը այդ մարդու, դե լավ է, էլի կարելի է չսովորել, կարելի է անգրագետ լինել, կարելի է տարական բաներ չիմանալ, բայց հասնել երկրի թիվ 1 քաղաքական մարմնում նստել եւ բարձր աշխատավարձ ստանալ։ Եվ որոշումներ կայացնել, երկրի համար ճակատագրական որոշումներ, այսպիսի մարդիկ են հայտնվել։ Ասեմ հասարակությունը ինչ է մտածում, որպես հասարակության անդամ հիմա, մարդ մտածում է կարիք չկա կենսագրություն ունենալ, շատ կարելի է հեշտությամբ հայտնվել ազգային ժողովում, հայտնվել որևէ լուրջ պաշտոնի։ Մարդկանց մեծ մասում այդպես էլ մտածում են։ Այդ կրթության, սովորելու, լավ դաստիարակություն ստանալու արժեզրկումը հենց այսպես է տեղի ունենում։ Այդ ցավոք սրտի։ Տիկին Օհանյան, դուք օրաթերթ եք խմբագրում եւ ամեն օրաթերթին դուք նոր խմբագրականով եք ներկայանում եւ ես զարմացած եմ, որ չեք կրկնվում հեշտ է, այդ չի սպառվում, չի վերջանում, ես տեսնում եմ, դուք չեք կրկնվում։ Դա բավականին բարդ գործ է եւ ոնց է ստացվում ձեր մոտ, որովհետեւ պահ է գալիս, որ քեզ թվում է բառարանը բար չմնաց, որ չասեցիր։ Եվ թեմա չմնաց, որ շոշափեցիր, բոլոր մտքերն ասված են, ամեն ինչ հին է, բայց չէ, ամեն անգամ նոր եք։ Եվ ըստ էության SN-ներ են իրենք, SN-ներ են, խմբագրականները եւ մեկը որ շատ ազդել էր ինձ ամոթի օրը, այդպես էր վերնագրված։ Արցախի։ Այո, Արցախի։ Իրոք բարդ է եւ ոչ միայն այն առումով, որ խմբագիր լինել, խմբագրականներ ամեն օր գրելն է բարդ, որովհետեւ իրոք 17 տարի ամեն օր շաբաթը 5 օր գոնե խմբագրական եմ գրում, բայց նախ մի կողմից ես տենց ցածած կազմակերպված ու աշխատասեր մարդ եմ։ Դա արդեն անզեն աչքերով կարելի ասել։ Այո, եւ կարծում եմ, որ եթե մարդը կազմակերպված չի, աշխատասեր չի, չի կարող խմբագիր լինել առհասարակ։ Այս աշխատանքը այդպեսին է, ինքը նաեւ բանոնի մեջ կազմակերպման Բայց դա չի խնդիրը, խնդիրն այն է, որ իրոք հրապարակախոսական խոսք ասելը շատ մաշող, ինքը հոգեմաշ գործ է։ Ես նաև ոչ միայն ես եմ գրում խմբագրականներ, նաև թերթում ունենք գոնե մի 1-2 էջ, որտեղ հրապարակախոսական նյութեր ենք տպագրում, եւ այս տարիներին շատ մարդիկ են եկել ու անցել, հա, թերթի, այսպես ասեմ, մեր բանի հեղինակների այդ ցանկում Եվ ես միշտ նկատել եմ, որ հրապարակախոսները մի կես տարվա, մի տարվա առավելագույն կյանք են ունենում, իրենք սպառվում են, հոգնում են, հետո նաև բարդ է լինում, այդպես ֆիզիկապես են հոգնում նաև, հա, մեկ էլ տեսար մարդ ասում է, ինչ կլինի պաուզա տամ, հա, ինչ որ մի ժամանակ չգրեմ։ Այս ընթացքում ես մի մարդ կա, որի այդ չսպառվելու վրա ամեն օր զարմանում եմ, դա Էդիկ Անդրեասյանն է, այո, որը
ոնց ասեմ, մեր թերթի 10 արդեն 2-13 տարի գրում է թերթի համար հրապարակախոսական նյութեր է գրում եւ չի սպառվում։ Այդ ուղղակի մի ֆենոմեն է, որի ինձ համար անբացատրելի է, իրեն էլ եմ ասում, որ միշտ գտնում է եւ նոր թեմա, նոր ասելիք, նոր խոսք ու չի հոգնեցնում, հումորը տեղը շատ լավ տիրապետում է հայոց լեզվին, այդ լեզվի հետ խաղում է, այնպես որ sense քեֆդ գալիս է, էլի, շատ գրողներ երևի կնախանձեին այդ որակին, էդիկի ու լավ բան է դա, շատ լավ բան է, բայց հրապարակախոսությունը ձեր մոդել է ստացվում է, չեմ ուզում ես ինքսի ձեր մոդել է ստացվում, որտեղ ես էլ եմ զարմացած, որտեղ գալիս է պա, որ իսկապես սպառված ես քեզ զգում, ավարտված ես զգում եւ չգիտես էլ ինչ պիտի էլ ինչ կարելի էր ասել, բայց փաստորեն ամեն անգամ ասելիք կա ու տեսնում ես, որ այո, ստացվում է։ Եվ հետո գիտես, չէ, դիզայնը թերթի պահանջում է, որ ես պետք է 1500 նիշի մեջ տեղավորեմ այդ ասելիքը, իսկ դա բավականին բարդ է, որովհետեւ հաճախ գրում ես, տեսնում ես, որ չի ավարտվել, խոսքդ, միտքդ չես կարողացել ձևակերպել, իսկ 1500 նիշը արդեն լրացել է։ Այդ առումով էլ ինքը բարդություն ունի իր մեջ, բայց դա արդեն սովորել եմ ռեժիմը։ Այս Տիկին Հայան, այս խոսքի, այսպես ասեմ, արժեզրկման, գուցե ինչ որտեղ նաև անտեղի կարևորման ժամանակներ, երբ խոսքի համար կարող ես ձերբակալվել, ժամանակներ, երբ խոսքի համար պարտադիր չէ, որևէ լրատվամիջոց կարելի է ուղղակի տանից խմբագիր լինել եւ լրագրող սոցցանցերով, այլ այսպիսի ժամանակներում մամուլի առաքելությունը ո՞րն է, ինչ պիտի անի մամուլը։ Իսկապես շատ բարդ է 2025 թվականի մամուլի լրագրողի լրատվամիջոցի գործը, հա, երբ որ քանի որ ես մի 40 տարվա փորձ ունեմ, հիմա որ հետ եմ նայում, տես 90-ականներին իհարկե շատ բարդ էր այո աշխատել այն առումով, որ ասենք օրինակ չկար համացանց եւ դու այդ Google-ի հնարավորությունը չունեիր, որ մի փոքր բան բարձելու համար դու ստիպված էիր գնայր գրադարան, արխիվ, զանգեիր տարբեր մարդկանց, այդ ինֆորմացիան հայթայթեիր, հավաքեիր իրար գլխի բան։ Հիմա դա փառք Աստծո վարքյանների հարցում ամեն լրագրող կարողանում է այդ փնտրման համակարգերում իր ուզած ինֆորմացիան ստանալ եւ դա բավականին հեշտացրել է աշխատանքը։ Բայց 90-ականների լավը ինչու՞մ էր, որ մենք չունեինք այլընտրանք։ Խոսքը պարփակված էր մամուլի լրատվամիջոցների շրջանակներում։ Ինքը հեռուստատեսություն, թերթեր, նույնիսկ կայքեր չկային եւ այդ ամբողջությունը միայն հասարակությանը տեղեկատվություն փոխանցելու, նրան ինչ որ մի բանի կրթելու, չգիտեմ, ինչ որ գաղափարներ մատուցելու միակ եղանակը դա էր, կամ հեռուստատեսություն կամ թերթերի միջոցով։ Հետո իհարկե դե պարզ է վիճակը փոխվեց, հայտնվեցին սոցցանցերը եւ պարզվեց, որ մենք լրատվամիջոցները ոչ թե միմյանց հետ ենք մրցում, այսօր այլ մրցում ենք սոցցանցերի հետ։ Որտեվ հիմա, ասենք, դու ինչքան ուզում ես օպերատիվ լինես, ինչքան ուզում ես ձեռքդ պուլսի վրա լինի, թարմ, լավ ինֆորմացիա, ընթերցողին հետաքրքրող ինֆորմացիա գտնես, մեկ էլ տեսնում ես սոցցանցում մեկը առանց ճշտելու, առանց չարչարվելու դա գրեց, հա, որտեվ ինքը պատասխանատվություն չի կրում, հա, ինքը կարող է նաև սուտ գրել, բան գրել, հետո ջնջել իր գրածը եւ այլն, իսկ լրատվամիջոցի աշխատանքը շատ ավելի պատասխանատու բարդ աշխատանք է, մենք դեպքեր ունենք, որ ընդամենը 2 րոպե, 2 կամ 1.5 րոպե է մնացել նյութը կայքում եւ մենք դրա համար մենք դատական հայց ենք ստացել կամ սկրին են արել, դրել են, սկսել են պատասխանել եւ այլն, ճշտումը արել ենք, բայց արդեն ոնց որ ասած արձակված խոսք է, հա, դա արդեն մարդիկ վերցրել են, արել են եւ պետք է պարտավորից պատասխան տալ։ Ուզում եմ ասել, մեր աշխատանքը շատ բարդ է, բարդացել է, բայց մեր հնարավորությունները չեն մեծացել, հա, ինֆորմացիա հայթայթելու եւ այլն, հիմա իշխանություն, պետական տարբեր կառույցներ ավելի փակ են, ավելի զգուշ են, ավելի դժվար են մեզ հետ հարաբերվում, ներքին հրահանգներ կա, որ ինֆորմացիա չհաղորդեն, լրատվամիջոցների հետ չշփվեն, կառույցներ կան, որտեղ զանգում ես, ասենք, օրինակ, փոխնախարարի, վարչության պետ, ինչ որ մի բան ճշտելու, ասում է ոչ, միայն մամուլի ծառայությունը
կարող է ձեզ պատասխանել պաշտոնական եւ միայն, ասենք, նախարարի թույլտվությամբ ես կարող եմ հարցազրույց տալ։ Նույնիսկ ասենք դպրոցի տնօրեն ինքնուրույն կառույցի ղեկավար է, թվում է թե պետք է խոսի, չէ՞, ասում է, չէ, վարչության պետը, կրթության վարչության պետը, նախարարությունը թույլ կտա, ես հարցազրույց կտամ։ Այսինքն մեր աշխատանքը բավականին բարդացել է, բայց միևնույն ժամանակ մեր պատասխանատվությունը մեծացել է եւ մեր նաեւ այդ օպերատիվության հնարավորություններն են, հա, փոքրացել ու մենք մրցում ենք իրականում, այո, Facebook-ի, Telegram-ի, մյուս այդ ալիքների հետ, որոնք շատ ավելի մեծ հնարավորություն ունեն ընթերցող գրավելու իրենց կողմը։ Բայց այս դեպքում երևի մեծանում է նաև այս դեպքում հենց մեծանում է վերլուծական մտքի կարևորվում է ավելի, որովհետև լրատվությունը ձեր ասած միջոցներով ավելի արագ է տեղ հասնում, բայց այ վերլուծել այդ բոլոր ստացած ինֆորմացիաների ամբողջական պատկերը տալը արդեն դառնում է շատ ավելի այս դեպքում կարևորվում է արդեն մամուլը, կարևորվում է լրատվամիջոցները։ Այո, մնում է, որ այդ վերլուծական նյութերը նաև պահանջարկ ունենան, ընթերցող ունենան, իրենք մարդիկ նաև ուզենան դա կարդալ, ծանոթանալ, այսինչ մարդու կարծիքը իրենց հետաքրքիր լինի, այո։ Տիկին Օհանյան, չեք կարծում, որ այսօրը հենց լրատվամիջոցների ստեղծած այսօրն է։ Ինչ եմ հարցնում սա, որովհետև մեծ իմաստով երկար տարիների համառ աշխատանքը, հետևողական աշխատանքը լրատվությունների, այսպես ասած, ամբողջական ասեմ, այդ նաև սոցցանցերում, որ այդպես ակտիվ բերեց այն ամենին, ինչ մենք այսօր ունենք։ Մեծ իմաստով տրամադրություններ ստեղծեց, որի արդյունքում այդ տրամադրությունները իրականություն դարձան։ Այդպես է ըստ ձեզ։ Այ լրատվության ստեղծած, հենց լրատվությունների ստեղծած իրականությունն է այսօր։ Ես մի տեսակ նաև մեղադրական խոսքեր նաև այո, դա իզում ասել, որ կախված նրանից թե մարդը համարում է, որ հիմա մենք վատ վիճակում ենք, թե լավ վիճակում, հա, ինքը եթե համարում ենք, որ լրատվամիջոցները այդտեղ դերակատարում են ունեցել, ուրեմն լրատվամիջոցը կամ դրական դեր է խաղացել կամ բացասական։ Հիմա քանի որ մարդիկ շատ են մեղադրում, ասում են երկրում էս վիճակը, էս ամեն ինչի եւ այլն, մեղավորներ են փնտրում, ես շատ հաճախ եմ լսում այդ խոսքերը, որ դուք լրագրողները, լրատվամիջոցները բերեցիք, հասցրիք դրան, ուրիշ մեղադրանքներ են հնչում, ասենք օրինակ դուք երկար լուսաբանում էիք Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը եւ այլն, դուք իրեն բերեցիք իշխանության, բան, այսպիսի բաներ են ասում իհարկե։ Բայց ես ձեզ ասեմ, ես մի կողմից համաձայն եմ, որ լրատվամիջոցները կարևոր դերակատարում են ունեցել այս տարիներին եւ իրենք նաեւ ինչ-որ պրոցեսներ են գեներացրել, ինչ-որ ազդեցություն են ունեցել իշխանության տարբեր օղակների վրա, տարբեր համակարգերի ձևավորման վրա, այդ իհարկե կա այդ դա, բայց միևնույն ժամանակ պետք է նաեւ հիշել, որ լրատվամիջոցները իրենք երկրի այդ իրավիճակի հայելին են։ Դու պետք չի սպասել, որ լրատվամիջոցը կարող է ինքը թելադրել որակ, թելադրել գործողություններ, որոշումներ, բայց նաև զերծ լինել այդ բոլոր մյուս օղակների թերություններից, հա, ինքը չի կարող ինքնուրույն այնպիսի մի հատ էտալոնային մի հատ համակարգ լինել, եթե երկրում կան վատ գործադիր իշխանություն, վատ օրենսդիր իշխանություն, վատ դատական իշխանություն, հա, այդ ոնց որ ասած մի շղթայի տարբեր օղակներ են եւ իրենք իրար հետ եւ փոխկապակցված են եւ մեկը մյուսի վրա ազդում են եւ մեկը մյուսի որակն է թելադրում, այսպես ասած։ Չի ուզենա, որ նաև գուցե նաև նրանց, որ ես խմբագիր եմ երկար տարիներ լրագրող եմ աշխատել, լրատվության դաշտում եմ եղել, չեմ ուզում ասել, որ մեր դաշտը, մեր լրատվական այդ համքարությունը ավելի վատն է, քան գործադիր իշխանությունը, քան օրենսդիրը կամ դատական իշխանությունը կամ երկրում ընդհանրապես, ասենք, փորձագետների այդ համակարգը, մտավորականները, այդպես չի։ Հաստատ հայլին է ավելի շատ, հա, եւ հայլին է, եւ ես կարծում եմ, որ ի վերջո լրատվամիջոցները նաեւ շահեկանորեն տարբերվում են այդ բոլոր համակարգերից, որովհետեւ այս համակարգում լրատվության մեջ գտնվող մարդիկ մեծ հաշվով, հա, մեծ հաշվով, մենք բացառությունները չեմ ասում, հա, մեծ հաշվով ավելի հայրենասեր են, ավելի երկրին նվիրված են, ավելի ջանասեր են, ավելի աշխատասեր են, ավելի շատ բան են ուզում փոխել երկրում, հա, օրինակ հիմա դուք նայեք ձեր շուրջը, տեսեք, ինչքան գիտեք ձեր շրջապատում այդպիսի լավ քաղաքացի դասախոսներ կամ շատ լավ քաղաքացի բժիշկներ
կամ իրոք երկրին նվիրված գիտնականներ, բայց ես օրինակ կարող եմ հարյուրավոր լրագրողներ թվարկել, որոնք շատ նվիրված են եւ իրենց աշխատանքին եւ իրենց երկրին եւ ուզում են գաղափարակիր են գրող են եւ ուզում են որ փոխվի ինչ որ բան դեպի լավը եւ Արցախի համար թե ինչ ցավ էին ապրում մեր լրագրողները շատ քիչ համակարգերում ոլորտներում կարող ես դա հանդիպել ուզում եմ ասեմ եկեք թացը չորի հետ չխառնենք ամեն ինչ բան չանենք էլի չնսեմացնենք հա լրատվական դաշտը ունի շատ բազում թերություններ լիքը վատ մարդիկ են նաև սողոսկել մեր դաշտ լիքը արատավոր երևույթներ կան բայց մեծ հաշվով որ նայում ես ինքը լավ առաջադեմ կայացած համակարգ է արատավոր երևույթները ամենուր կան եթե այդպես նայես այնպես չի որ միայն լրատվական այո մի վատ բանը ամբողջ ստվեր են նետում ամբողջ համակարգի վրա բայց դա պետք է մի քիչ դրանից բան վեր նայել էլի այսօր մի տեսակ էլիտան ու ժողովուրդը sense մի տեսակ անդունդ են ստեղծել էլիտայի եւ ժողովրդի միջև այսպիսի մի պատկերացում կա որ էլիտան ուրիշ մի բան է ուզում հա ժողովուրդը մեկ այլ բան է ուզում Եվ ձեզանից լավ երևի ոչ մեկ չի կարող հիմա պատասխանել այդ հարցին, թե արդյոք այդ անդունդը ստեղծված է, թե իրականում կա, արհեստական ստեղծված անդունդ է, թե դա կա իսկապես։ Գիտեք, վերջերս այդ թեմայով դրա հետ կապված մի քաղաքական գործի հետ եմ խոսում, ասում եմ, այնքան ներշնչեցիք բոլորին, որ դուք իբր թե ասենց երկրի ցավով տարապում եք, դուք շատ հայրենասեր եք, պետությունը ձեր համար կարևոր է, իսկ այն գյուղերում գտնվող մարդիկ, այն բոլորը տենց համատարած էլի, զոմբի են, ժեխ են, չեն հասկանում, չեն գիտակցում, հա, իրենց համար երկիրը գոյություն չունի, իրենց համար այդ հացն է կարևոր այդ օրվա բանը, բայց գիտեք ճիշտ հակառակը, ինձ թվում է, որ մեր ապահովված մեր այն լավ վաստակող Երևանում սրճարաններում նստած այդ զանգվածի մեջ ավելի շատ կան անհայրենիք տեսակներ, քան մեր գյուղերի մարդկանց մեջ, մեր այն սովորական շարքային քաղաքացիների մեջ։ Շատ Եվ դա կենսականորեն է բացատրվում, գիտեք, կենսականորեն բացատրում է, հողին գպած մարդիկ են եւ իրեն գիտեն որ տեղել չունեն այս պահին գնալու, ինքը իր երկրում է, իսկ այդ ձեր ասած ապահովը ինքը ինչ որ տարբերակներ ունի։ Հետո գիտեք իրենց մոլորությունները, իրենց սխալները նաև տենց շահամոլության արդյունքում չեն ծնվել, իրենք լրիվ ուրիշ բանից է դա գալիս է այդ միամտությունից, պարզությունից, անկեղծությունից, նաև հավատից, որ միշտ մտածում են, որ դե Երևանում նստածը պիտի մեզնից լավ իմանա, լավ հասկանա։ Նաև անարդարության զգացողությունից այդ ամեն ինչը դեր է խաղում, այնպես որ այդ մեծամտությունը քաղաքներում բնակվող այդ մտավորականների, որ իբր գնաց բանում գյուղերում, չգիտեմ ինչ ընտրություն, սխալ ընտրություն կատարեցին, իսկ մենք ճիշտ ընտրություն կատարող ենք, այդպես չի, 100% ես վստահ եմ, որ այդպես չի։ Հրապարակ թերթը էլիտայի համար է, թե ժողովրդի համար, չնայած հետաքրքիր է, որ հրապարակ անուն ինքնին հուշում է, որ ժողովրդի համար պիտի լինի, բայց ով է ընթերցողը հրապարակի։ Ժողովրդի էլիտան։ Սենց ասեմ, մի քիչ հիմա ընթերցող զանգվածը Հայաստանում նվազել է եւ բոլորը չի որ մամուլի հանդեպ հարգանք, հավատ ունեն եւ նաեւ այդ 100 դրամը գտան թերթը կառնեն, հիմա 200 դրամը կամ էլ կմտնեն կայքում կկարդան լուրերը բաների, որտեղ նաև մի հատ sense վատ արատավոր երևույթ էլ կա, որ տարիներ շարունակ մամուլի լրատվամիջոցների դեմ սև քարոզչություն է գնացել եւ շատ մարդկանց վրա դա ազդեցություն է թողել, դրա համար այդ որ սոցհարցումները նայեք կտեսնեք, որ մամուլի նկատմամբ հավատը բավականին նվազել է տարիներին, բայց միևնույնն է, ես կարծում եմ, որ կարդում են գրագետ մարդիկ, կարդում են այն մարդիկ, ովքեր որ ուզում են այլընտրանքային տեղեկատվություն ստանալ, որը կտարբերվի նույն պետական լրատվամիջոցների հաղորդած լրատվությունից եւ ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, ուր է երկիրը գնում եւ որպեսզի կողմնորոշվեն, հա, ճանաչեն քաղաքական ուժերին, հասկանան ինչա իշխանությունը, ինչա կատարվում, տեսնեն կա
կոռուպցիա չկա, դրսից ինչ վտանգներ են սպառնում երկրին եւ այլն, այդ հարցերը ում հետաքրքրում է, այդ մարդիկ կարդում են։ Հուսով եմ, որ կարդում են նաեւ մարզերում, հիմա դե ինտերնետը այնպես է, որ հնարավորություն ստեղծում է բոլորին ամենահեռավոր գյուղում էլ կարող են նստել ու կարդալ։ Շատ ընթերցողներ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ունենք Ռուսաստանի, այնտեղ որտեղ հայկական համայնքները մեծ են, բոլոր այդ համայնքներից շատ ընթերցողների բան ունենք, Google-ը հնարավորություն տալիս է նայում ենք էլի որտեղից են մեզ կարդում։ Դե ինչ ասեմ 17 տարվա մեջ հրապարակը իր կայուն տեղը զբաղեցնում է լրատվական դաշտում եւ այնպես չի որ ես ասեմ սենց էտալոն ենք միայն բացառիկ ճշմարտություններ ու չգիտեմ ինչ ենք հրապարակում, բայց փորձում ենք ազնիվ լինել մեր ընթերցողի հետ, փորձում ենք իր բոլոր հետաքրքրությունները բավարարել եւ երբեք միտումնավոր սխալ, միտումնավոր խեղաթյուրված ինֆորմացիա չի կարող գնալ մեզ մոտ, ուղղակի մի հավատացեք այն մարդկանց, որոնք մեղադրում են լրագրողներին եւ մասնավորապես հրապարակին, որ այ չգիտեմ, այստեղից ֆինանսավորվեցին, այնտեղից չգիտեմ ինչը ստացան, փողը ստացան, էսարին, էսա գրեցին, չկա այդպիսի բան։ Ոչ մի լրատվամիջոց փողի դիմաց սուտ չի գրի, սխալ բան չի գրի, ուզում եմ հավատալ, որ այդպես է, հա, որտեղ մեզ մոտ այդպես է, դա անհնարին է, դա բացառված է, որ որևէ մեկը կարողանա մեզ կեղծ ինֆորմացիա տրամադրել եւ մենք իմանալով որ դա կեղծ ինֆորմացիա է տրամադրել։ Դուք ինչ ինֆորմացիա հրապարակել եք, հետաքրքիրն է, որ առաջի ռեակցիան կարող է լինել ինչ է գուցե սխալ է, բայց միշտ վերջում ապացուցում է, որ ձեր հրապարակած ինֆորմացիան ճշմարտությունն է։ Դեպք ա եղել, որ մի ամիսներ, տարիներ անց, այո, ապացուցվել է, որ այո, այդ ինֆորմացիան ճիշտ է։ Այդ պահին թվացել է, թե այո, կարող է ինչ որ Իսկ ինչ կասեք այդ ստեղծված այդ հակասությանը, որ հասարակ ժողովուրդը այլ բան է ուզում, էլիտան այլ բան է ուզում, կա այդպիսի բան։ Այլ երազանք ունի, այլ ցանկություն ունի երկրի հայրենիքի վերաբերյալ, այսօրվա չասեմ իշխանությունների վրա, չէ, երկրի հայրենիքի մասին այլ կարծիք ունի էլիտան եւ այլ ձգտումներ, երազանքներ ունի, իսկ ժողովուրդը մեկ այլ, այո, կա այդ անդունդը։ Չէ, ես կարծում եմ դա կեղծ արհեստական ինչ-որ մի հատ դիլեմա է, հորինված, ուրիշ բան որ ասեք, որ կան մարդիկ, որոնց համար կարևորը իրանց օրվա վաստակն է, իրենց աշխատավարձն է, իրենց պաշտոնն է, իրենց մանդատն է եւ այդ մարդիկ տարբերվում են նորմալ հայ մարդկանցից, որոնք ինչ են ուզում են անվտանգություն, ապահովություն, խաղաղություն, արդարություն, հա, դեմ են ռեպրեսիաներին, դեմ են նրան, որ Հայաստանը որևէ զիջումների գնա այսուհետ եւ հակառակը ուզում են, որ հետ ստանանք մեր կորցրածը։ Այդ չի հայ մարդը այդ ուզենա, չէ, այսօր, հա, նորմալ, իր երեխային նորմալ կերակրի, նորմալ հագցնի, նորմալ կրթության տա եւ երկիրը ապահով լինի։ Այդ պարզ բանաձևն է, որ պիտի ցանկացած մարդու համար բան աշխատի։ Ուղղակի մարդիկ տարբեր կերպ են դա պատկերացնում, հա, մեկին թվում է թե որ եթե քաղաքապայմանագիրը վերընտրվի հաջորդ տարի դա կունենան, մյուսին թվում է որ հակառակը չվերընտրվի, այն դեպքում կունենան, մեկը մտածում է ասում է կարևորը իմ այսօրվա բարձր 1 միլիոնանոց աշխատավարձն է ես ստանամ Ինձնից հետո թեկուզ ջրհեղող ինչ ուզում է լինի երկրի հետ, այս շահի եւ գաղափարների տարբերությունը այսպես է արտահայտվում, ինձ թվում է, էլի, եթե նորմալ հայ մարդ է, թեկուզ իշխանության մեջ է կամ, չգիտեմ, միջազգային կառույցում է աշխատում կամ չգիտեմ, հող է մշակում, ինքը պիտի այդ պարզ պահանջներն ունենա արհեստական ստեղծված արհեստական ես կարծում եմ, որ այդպես չի, որ տենց բաժանում է, ես էլի եմ ասում, ես վստահ եմ, որ մեր գյուղերում, մեր մարզերում լիքը մարդիկ կան եւ պատկերացրու ես վստահ եմ, որ նաեւ շատ բարի բունեն իմաստով անգրագետ մարդիկ, որոնք կրթություն չեն ստացել, հա, պարզապես տենց, չգիտեմ, 4-8 դասարան են ավարտել ու հող են մշակում, անասուն են պահում եւ այդպես են ապրում, այդ մարդկանց մեջ գուցե ավելի շատ խելք, բարոյականություն, ավելի շատ գիտակցություն լինի, թե ինչ այսօր մեզ պետք մեր երկրին, քան թե այն, որ 10 հատ համալսարան է ավարտել, բան արել, որտեվ բանը բարոյականության չափանիշները կարող են տարբեր լինել, բայց մարդու
կրթությունը կարող է ոչ մի դեր չխաղալ իր աշխարհայացքի, իր պահվածքի, իր արժեհամակարգի։ Այո։ Տիկին Օհանյան, մեծ կենսագրություն ունեք լրատվական դաշտում եւ որպես խմբագիր եւ այսօր կայացած լրատվական օրաթերթի ասեմ լրատվական կենտրոնի ասեմ կայացած խմբագիր եք եւ լավ խմբագիր եք եւ ես ձեզ քաջ մարդ եմ համարում, դուք ձեզ քաջ մարդ եք համարում, հետաքրքիր է։ Դե քաջ մի քիչ բանա վերամբարձ կհնչի, որ եսի մասին ասեմ, ես ուղղակի վախի զգացում չունեմ, հա, այնպես որ ասած քիչ մարդ գիտեմ, որ այդպես քիչ վախի զգացում ունի, ինչքան ես։ Միշտ տենց ոնց ասած ծառայել եմ իմ գործին, իմ համարել եմ լրագրողի գործը մեծ առաքելություն, որը ոչ միայն այտենց միայն վաստակի համար չի եղել, էլի, հա, աշխատանք չի, էլի, պարզապես, հա, ինձ համար դա նաև ընտրություն է, հոգու պարտք է, նաև իմ երկրին ծառայելու նաև միջոց է, հա, այդպես ասեմ։ Մնացածը թե լավ է ստացվել, վատ է ստացվել եւ ինտերցողը պիտի դատի։ Ճշմարտությունը ասելը դժվար բան է, ճշմարտությունը լսելը ավելի դժվար, ես ասեմ։ Ինչպես են լսում ճշմարտությունը այսօրվա։ Շատ բարդ է, շատ բարդ, հա։ Ինչպես են տանում։ Այդ ճշմարտությունը քանի դեռ իրենց ձեռնտու է եւ իրենց սրտով է, իրենք շատ սիրով լսում են, ուրախանում են, ծափ են տալիս եւ այլն, բայց այդ ճշմարտությունը հենց մի փոքր կպտում է իրենց, հա, ասենք օրինակ մարդկա ասում ամեն օր բացում եմ թերթը, ուրախանում եմ, որ իմ գոլեգաների մասին բանման եք գրում, ճիշտ բաներ եք գրում, բայց որ օրը հենց իր մասին է գրվում, ինքը դառնում է մեր թշնամին, վերջ արդեն, հրապարակը վատն է, սեն է, միջև լավն է, միջև շատ լավն է, ամեն օր ինքը մեր ընթերցողներ զանգում էր, շնորհակալություններ հայտնում եւ այլն։ Դե մարդկային է ինձ թվում է, ես դրա մեջ այդքան շատ բան չեմ տեսնում, մարդ ինքը առհասարակ սուբյեկտիվ արարած է, հա, ինքը իր շահը, իր կյանքը, իր անձը ավելի բարձր է դասում ամենից, հետո ինքը լիքը մարդիկ կան, չէ, որ իրանց անսխալական են համարում, բոլորը սխալ են, բոլորը մեղավոր են բացի իրենցից, այդպիսի երևույթ էլ կա մեր միջավայրում։ Հետո շատ հետաքրքիր է, որ դուք այսօրվա մեր պետության երրորդ մարդու, հա, երևի այդպես երրորդ մարդու այսպես երրորդ մարդը ձեր աղջիկա ամուսինն է եւ բայց դա բոլորովին չի խանգարել խոսելու ճշմարտությունից, խոսել այն ինչ կա, ըստ էության ինչպես է այդպես ստացվում, կամ ինչպես եք կարողանում։ Երբեք իմ վրա չի ազդել բարեկամական կամ որևէ այլ ընկերական հարաբերություններ, երբեք, հա։ Ես դες ավելին ասեմ, եթե նույնիսկ ոչ թե աղջիկա ամուսիններ, այլ հենց աղջիկը լիներ ազգային ժողովի նախագահը, ես ինչ ճիշտ նույն կերպ էի բարելու, ոչ մի տարբերություն, այնպես որ այդ զարմանքը, հա, որ մարդիկ էս հայ մարդիկ տենց են, չէ, ասում է հորեղբորս տղայի քեռու ամուսինը, այս ինչ պաշտոնին է, դա ինձ կաշկանդում է, ես չեմ կարող արտահայտվել, իմ համար դա գոյություն չունի, որովհետև նախ իմ ընկերները, իմ երեխաների ընկերներն են եկել իշխանության եւ ենթադրվում է, որ ես ամենաշատը ես պիտի իրենց այդպես ասած ծառայեի, իրենց պիտի հաճելի խոսքեր ասեի, իրենց կողքին լինեի անընդհատ, իրենց բոլոր սխալներին աչք փակեի եւ այլն, բայց ես հենց առաջի օրվանից 18 թվին մայիսի 1-ին եկել է իշխանության Նիկոլ Փաշինյանը, ես այդ օրվանից ասել եմ, ես շարունակում եմ իմ լրագրողական աշխատանքը, իմ խմբագրի աշխատանքը եւ ես կարծում եմ, որ լրատվամիջոցը չի կարող իշխանամետ լինել։ Ինքը պիտի իր գործն անի, իր առաքելությունը իրականացնի։ Լավ կլինի, լավ կաշխատեք, լավ բաներ կանեք երկրի համար։ Փառք ու պատիվ ձեզ, ես ձեզ ընկեր կլինեմ։ Վատ կաշխատեք, վատ բաներ կանեք, մենք նույն ձևով գրելու ենք, ինչպես գրել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների ժամանակ։ Ես ձեզ ավելին ասեմ, 18 թվին ամենաշատը ես հնարավորություն ունեի եւ պաշտոն զբաղեցնելու եւ քաղաքապայմանագիր մտնելու, մանավանդ 18 թվի ընտրություններից առաջ ինձ բավականին հետաքրքիր առաջարկներ էին անում, բայց ես մտածված, այնպես գիտակցված հրաժարվել եմ այդ բոլորից, որովհետեւ համարել եմ, որ իմ գործը ավելի կարեւոր է, որ ես իմ տեղում եմ, որ իմ թերթի արածն ավելի կարեւոր է, ավելի ազդեցիկ է, ավելի հետաքրքիր է ինձ համար, քան
ասենք, չգիտեմ, ազգային ժողովում չգիտեմ ինչ լինելը կամ որևէ նախարարությունում չգիտեմ ինչ լինելը։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ նույնիսկ այս վերջերս ինչ որ մեկը մեր լրագրողներից մեկին ասել էր, ձեր խմբագիրը, չգիտեմ, ինչ պաշտոնի է հավակնել, չի նշանակվել, դրա համար է հիմա դրա համար է ընդդիմադիր դարձել։ Ուզում եմ ասել, որ ճիշտ հակառակը չի եղել, եթե ես ուզենայի կլիներ, բայց ես ինքս բաց աչքով, այսպես ասած, սթափ ընտրություն եմ կատարել ի օգուտ լրագրության, լրատվության, որով ես զբաղվել եմ, որը իմ մասնագիտությունն է, որը ես սիրում եմ, ես հաճույքով եմ անում եւ համարում եմ, որ ես պարտավոր չեմ որևէ խմբակի անդամ լինել, որևէ խմբի շահերը պաշտպանել եւ հակառակը ինձ համար իմ երկրի շահը ամենակարևորն է։ Հրաշալի է եւ ճիշտ որոշում է։ Դուք հրաշալի մի հավելված ունեիք, որտեղ ես տպագրվել եմ մշակութային հրապարակը, վերջերս չի տպագրվում մշակութային հրապարակ։ Ինչ պատահեց, ինչ եղավ, ինչն է պատճառը։ Միթե չկա մեկենասներ, որպեսզի տպագրվի։ Շատ հետաքրքիր ոդիսական ունեցավ մեր մշակութային հավելվածը։ Ուրեմն, եթե ժամանակ կա, ես մի փոքր պատմեմ, 2016-ից ենք կարծեմ սկսել։ Դիմել ենք այն ատելի նախկին իշխանությունների ժամանակ կրթության նախարարություն, կրթության մշակույթի նախարարություն, ասել ենք, որ մենք այսպիսի ծրագիր ունենք, այսպիսի միտք ունենք, ուզում ենք թերթինքից մշակութային թերթ հրապարակել, դրամաշնորհային ծրագիր ենք գրել, ներկայացրել ենք բյուջե եւ այլն, գնացել է նախարարություն, հաստատվել է այդ նախագիծը եւ ստացել ենք այդ գումարը, մեծ գումար էլ չի եղել։ Եղել է տենց 2 միլիոնի կարգի, մի տարի 1.5 միլիոն, մի տարի 2 միլիոն, այո, ամբողջ տարվա համար ընդհանրապես այդքան է, որտեղ ամիսը մեկ օրինակ էինք տպում եւ շատ սուղ միջոցներով եւ այդ դրա կեսն էլ գումարի անհրաժեշտ գումարի կեսն էլ խմբագրությունը ինքն էր իր միջոցներից դնում, որպեսզի դա ստացվի։ Մեր Սոնան էր Ադամյան խմբագրում։ Եվ հրաշալի էր խմբագրում Սոնան։ Ավելվածը եւ ուրեմն 16 թվականից 1, 2, 3 տարի արեցինք, եկավ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մի տարի իրենց իշխանության օրոք է ֆինանսավորվել նախարարությունից, հաջորդ տարին մերժեցին մեր հայտը, ասացին, որ չէ, ներքին կարգով ասացին, քանի որ հրապարակը քննադատում է այս իշխանություններին, ուրեմն դուք չեք կարող ստանալ այդ 1 միլիոն դրամը, որով մենք այդպիսի կարևոր ու ծավալուն աշխատանք էինք անում։ Հետո ճիշտ ասած փորձեցինք մի ամբողջ տարի, թե 2 տարի նույնիսկ մեր միջոցներով, այստեղից այնտեղից ինչ-որ բան հայթայթելով տպագրել, որտեղ հիմա հեշտ չի ի վերջո թերթ տպագրելը, թերթը ինքը վնասով աշխատող ձեռնարկ է, ինքը կայք չի, որ ինքը նաև գովազդ ունենա, եկամուտ ունենա, թերթը ինքը բարձրապես բեռ է դառնում այդ կայքի վրա, որը որ ֆինանսավորում է այդ թերթի տպագրությունը։ Չկարողացանք, դե 2 տարի արեցինք, մի կերպ կարողացանք 2025-ի հունվարից դադարեցրեցինք տպագրությունը եւ շատ ցավում եմ, շատ ափսոսում եմ, որտեւ շատ արձագանքներ կային, մեծ թվով մտավորականներ, գրողներ, երիտասարդներ էին թղթակցում, փոքրիկ հոնորարներ էինք տալիս իրենց, շատ լավ աշխատանք էր, այո, այս իշխանության արած սև գործերից մեկն էլ դա է։ Մեր հավելվածը դադարեցնելը։ Զարմանալի է, որ չի ընկալվում, որ նաև մշակույթը ամենամեծ քաղաքականությունն է եւ կարելի է գտնվեին մեկենասներ, որ կանեին այդ գործը գոնե։ Իդեպ մեկենասը մարդու անուն է, հետևորդների համար ասեմ, հեռուստադիտողների համար Գայոս մեկենաս եւ որը որ հովանավորում էր արվեստը, գրականությունը, մշակույթը, գիտությունը նաև։ Հիմա ինչպես է, որ մի այդպիսի մեկենաս չի գտնվում, որ մշակութային հրապարակը մի տարի ասեմ ձեզ գտնվեց մեր նախկին նախարարը Արմեն Ամիրյանը ինչ որ ձևով մի տեղից հայթայթեց մեզ օգնեց մի տարի դրանով կարողացանք տպագրել, բայց դե այդ պիտի գիտեք մի քիչ այդ դրամաշնոր ստացողները հատուկ հոգեբանություն ունեն, հա, դրանք այդ դրամաշնորային ծրագիր գրանտներ, այո, պիտի գրես, գնաս, ընկնես, համոզես, խնդրես, բացատրես եւ այլն, մեր աշխատանքը այնքան շատ էներգիա ու ժամանակ է մեզնից խլում, այնքան շատ ֆինանս է տանում, որ արդեն ժամանակ չի մնում, որ մի հատ էլ լրացուցիչ հավելվածի համար այդ նույնը անենք։ Բայց եթե կհայտնվի որևէ մեկը հաղորդումից հետո հիմա հենց ասենք այդ մասին հենց հիմա ասենք, որ մշակութային հրապարակը պատրաստ է համագործակցելու, խնդրում եմ ձայն հանեք։ Մեծ գումար չէր, ամիսը մի օրինակ տպում էինք եւ շատ մեծ արձագանք կար իրոք։ Տիկին Օհանյան, հետաքրքիր է, որ
չգրված օրենք կա եւ գրված օրենքը հաճախ փոփոխվում է, իսկ չգրված օրենքը դա հատկապես հին ժողովուրդների մոտ դա ավանդույթն է, հա։ Եվ հիմա մեր այդ ավանդույթը կարծես երերուն վիճակի մեջ է գտնվում։ Ինքը հեմման կետ է ավանդույթը, երբ որ կարող ես միտեղ ամուր մի կետ, ամուր մի հենարան, երբ որ ոչինչ չի կարող հենվես այդ հեմման կետին։ Մեզ համար դա միշտ եղել էր եկեղեցին հենց առաջին հերթին, երբ որ չգիտեինք ինչ պիտի անեինք, գիտեինք, որ եկեղեցին միշտ միտեղ կա եւ այդտեղ է մենք հենվենք եկեղեցուն։ Այսօր դա էլ ենք կասկածի տակ դրել եւ կատարվում են բաներ, որ անհասկանալի են։ Ինչ է կատարվում ըստ։ Այո, եկեղեցին, հավատքը, ընտանիքը մեր հայ ժողովրդի հենման կետերը դրանք էին եւ դրանով ենք մենք այսքան դարերի միջով երևի անցել ու գոյատևել։ Չգիտեմ, նույնիսկ բառեր չկան ասելու, միայն ցավ կարելի ապրել այն բոլոր իրադարձությունների հետ կապված, որը այսօր կատարվում են եկեղեցու շուրջ եւ եկեղեցու դեմ, եւ պատահական չի, որ մարդիկ շատ ավելի սուր արձագանքում են, հա, եկեղեցու դեմ տեղի ունեցողին, քան որևէ ցանկացած այլ ինստիտուտ։ Ես վստահ եմ, որ հիմա եթե ասենք, չգիտեմ, փաստաբանների կամ մյուսների դեմ ինչ որ մի հատ տենց գործընթացներ սկսվեն, արդյոք այդքան սուր կլինի արձագանքը, ինչպես հիմա եկեղեցու դեմ կատարվողին են արձագանքում, մարդիկ պատրաստ են նույնիսկ դուրս գալ իրենց մարմնով, իրենց անձով պաշտպանել, գնալ, էս անել, այն անել, այստեղ էլ նաև մեր եկեղեցու այդ խոնարհությունն է իր դերը խաղում, այդ հնազանդությունը քրիստոնեական, որ նաև վեհափառի որոշումն է, կարծում եմ, որ պետք չի սրել, պետք չի գնալ հակադրության, հա, պետք է լուր սпасել, տեսնել երբեմն մարելու էս խելագարության էս նոպան, հա, այսպես ասենք։ Չգիտեմ, ես եթե մի փոքր խելամտություն լիներ իհարկե, այդ արշավը կազմակերպողների կողմից, կգիտակցեին, որ չեն կարող իրենք շահել այդ process-ում։ Նախ չեն կարող հաղթել, որովհետև ի վերջո նախ կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ եւ հեռանալ, այդ մեկը փաստ է։ Մնացած ամեն ինչ արվում է դրա համար է, չէ, արվում է այդ process-ը դրա համար է, որ կաթողիկոսը հրաժարական տա, այնտեղ ինչ որ նոր մարդ նշանակվի, որը այս իշխանության հետ ավելի սերտ կկարողանա աշխատել։ Կաթողիկոս հրաժարական տա արտահայտությունը տարօրինակ է հնչում է։ Այո, վայր դնի լիազորությունները եւ նոր կաթողիկոս ընտրվի։ Կաթողիկոսը չի դիմում, չի գրելու, չի հեռանալու, չի հրաժարվելու իր առաքելությունից, այդ արդեն պարզ է։ Եվ նաև այդ նշանակում է, որ այստեղ դառնում է ինքնանպատակ այս պառակտումը, հա, եկեղեցու կողմնակիցներ, եկեղեցու հակառակորդներ, այդ մի հատ նոր պառակտում երկրում, հա, մինչև մա նախկիններ ներկաներ, ռուսամետներ, արևմտամետներ, չգիտեմ, ուրիշ բաներ էլ հա եղան, հիմա արդեն հասել է հերթը դրան, որ հավատացյալներ եւ հակա եկեղեցականներ, այդպիսի մի հատ բան է առաջացել։ Վստահ եմ, որ ոչ ոք չի շահելու այս գրոհից, այս ճակատամարտերից եւ իրենք շատ բան են կորցնելու, բայց նաեւ զգում եմ, որ այս խելամտության, ողջամտության առաջարկները, խորհուրդները արդեն տեղ չեն հասնում, բացարձակապես, որովհետեւ երբ որ ամիսներ շարունակ տարբեր մարդիկ, տարբեր մակարդակի գրագետ, խելացի, ճանապարհ անցած, հետո նաև իշխանամետ մարդիկ, լիքը իշխանամետ մարդիկ կային, որ այս ընթացքում նաև արտահայտվեցին, կոչ արեցին դադարեցնել, հետ կանգնել, եկեղեցիների խորհուրդներն են այսօր էլ կարծեմ շվեյցարական եկեղեցիների միությունն է հայտարարություն արել եւ այլն, այդ բոլորը ոնց որ ձայն բարբառով հանապատի է մնում եւ մենք մի հատ հայտնվել ենք մի հատ հիմար վիճակում, հա, հիմա էլ Կիրակի օրը այդ ապօրինի պատարագին են պատրաստվում գնալ։ Պարզ է, որ իշխանությունը ունի հետևորդներ, հա, պարզ է, որ կլինեն մի քանի հազար մարդ, որոնք Նիկոլ Փաշինյանի կամ այո կոչով կգնան կմասնակցեն այդ ապօրին, բայց ինչի են հասնելու, ինչի են հասնելու, դա ինչ է տալու, ասենք մի պատարագել այդպես ապօրինի արեցիք, ինչ որ հաղորդություն ստացաք, հավաքվեցիք, հրճվեցիք, ուրախացաք
ես կարծում եմ, որ մյուս թևից ոչ ոք չի գնալու, երևի այդ միջոցառմանը թողնելու են, որ հանգիստ գնան իրենց գործն անեն, իրենց սև գործն անեն, բայց ինչա դա տալիս, ինչ, բացի նրանից, որ նորից փոթորկում է հայ մարդու հոգին, կասկած է գցում, տխրություն է պատճառում, ցավ է պատճառում, ափսոսանքի զգացում է առաջացնում, հա առանց դա մարդիկ հայ մարդիկ ստրեսի մեջ են, չէ, արդեն քանի տարի, 5 տարի ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ, որովհետև այդ ստրեսը այդպես արթուն պահում է հենց միայն Ալիևը իր ելույթներով, ուրիշ բան որ չասենք, հա, որ հայ մարդը բացում է հեռուստացույցը կամ կարդում է ինտերնետում, թե Ալիևը հերթական անգամ ինչ վայրահաճեց Հայաստանի հարցերին, արդեն հերիք է, չէ, որ մենք ծանր հոգեվիճակում լինենք, հա, ինչի եք բարդացնում, ավելացնում այդ ստրեսի դոզան, ինչի, դա ինչա տալու ձեզ, երկրին, այդ մարդկանց, հանրությանը, ինչ է տալու։ Տիկին Օհանյան, տալու էին, որ ոչ միտեղ չի մնալու հենվելու ուղղակի։ Այսինքն, երբ որ ամեն ինչ արժե զրկված է, այսպեսի մի ավանդույթ կար հին հայկական ընտանիքներում, երբ ընտանիքի մեջ մեծ չկար, ասենք հայրը, մայրը չկար, մի որևէ արձան, մի որևէ մի բան դրվում էր բարձր տեղ, որպեսզի տան մեջ մեծի զգացողություն լինի, այսինքն այդ ապահովության, հեմմանկետի, վերադարձի, եւ եկեղեցին միշտ եղել է այդ հեմմանկետը, այդ վերադարձի կետը, երբ պահ եղել է, որ չգիտես ինչ պիտի անես, գիտես, որ եկեղեցին ու այդ հեմմանկետը երբ որ բերանա, ինձ թվում է այդ ուղղությամբ է աշխատանքը տարվում։ Ի վերջո ծանր պահերին հայ մարդը գնացել է մոմ է վառել, չէ, եկեղեցում, դա էլ է, չէ, դրա նշանը, որ ինքը իր հույսը հավատը Աստծու հետ է կապել, եկեղեցու հետ, գնացել է հոգևորականի հետ խոսել է, փորձել է խորհուրդ ստանալ, շփվի եւ այլն, ասենք շատ լավ հոգևորականներ կան Հայաստանում, էլ այնպես չի, որ մի կաթողիկոսի կամ մի քանի սրբազաններին է եկեղեցին պատկանում, այնպիսի հոգևորականներ կան, որոնց հետ համայնքը տվյալ այդ թեմը ամբողջությամբ կապի մեջ է, մարդիկ գնում են, հաղորդություն են ստանում, խորհուրդ են ստանում, պսակ են անում, թաղում են անում այդ հոգևորական։ Ես հիշում եմ, որ 85 թվականին իմ հայրը մահացավ, մենք Վանաձորի գերեզմանոցում արեցինք արարողությունը եւ Վանաձորի հոգևոր ծառայողներից մեկը, սպասավորներից մեկը քահանա սովորական եկավ եւ գերեզմանի վրա ելույթ ունեցավ։ Ես հիշում եմ, ես բավական երիտասարդ էի, ընդամենը 23 տարեկան էի եւ այնպիսի մեծ տպավորություն թողեց իմ վրա, այնպիսի սիրուն խոսք ասեց ինքը, այնքան ոնց որ թեթևացած, հանգստացած դուրս եկանք այդ արարողությունից, այն դեպքում ես խելագարվում էի, հա, ցավից, որ այդքան երիտասարդ հայրս մահացել էր, բայց այնքան այդպես քանի տարի անցել, հա, 40 տարի անցել, ես այդ խոսքը հիշում եմ, որովհետև իրոք հոգևոր մարդու խոսքեր եւ այդպիսի բազմաթիվ հոգևորականներ կան Հայաստանում, ինչու եք վիրավորում այդ մարդկանց։ Ինչ իմաստ ունի, մի քանի հոգու թիրախավորելով կարելի է մի ամբողջ հսկայական հոգևոր այդ համակարգը ոչնչացնել, այդ մարդկանց նվաստացնել, եւ ոչ միտեղ չկա կատարելություն, ոչ միտեղ չկա, ի վերջո այդ մարդիկ էլ մարդ են ուղղակի, մահկանացու են, մարդ են, չի նշանակում, եթե ասենք օգտագործում ես այդ հոգևոր հայրերի հասցեին, չգիտեմ, բոսյակ, չգիտեմ, փչացած, այլասերված եւ այլն բառերը, բայց այդ բառերը ընդհանուր ամբողջ դաշտն են, չէ, ապականում նորմալ հոգևորականներն էլ են լսում, չէ, դա ու միայն այդ մի քանի հոգին չէ լսում, որոնց ուղղված է քո խոսքը։ Եթե այդպես շարունակենք մենք կներեք, բայց այնքան բան կարող ենք ասենք կաթոլիկ եկեղեցու եւ այլն, որ քեզ դու չես տալիս բացը։ Ով է ասող, մի հատ նայեք ձեր թիմում ինչ է կատարում։ Այդ չեմ էլ ուզում բառը կրկնել, հա, այդ որակի մարդկանց քանակը տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի է, քան եկեղեցու մեջ է։ Բայց ինչու՞ չեք մաքրում ձեր համակարգը, ինչու՞ չեք այդպիսիներին հեռացնում։ Ահավոր բաներ ենք չէ լսում, չէ, ինչ է կատարում իշխանության մեջ գտնվողները, ինչ կյանքով են ապրում, ինչ բարոյականության տեր են եւ այլ եւ այլ։ Բայց մենք եթե չենք խոսում, դուք ընդհանրապես ուրեմն իրանք չունեք խոսելու, լռեք։ Տիկին Օհանյան, այս հիշողությունը կորցրած ժամանակներում հեմման կետ է նաեւ մեծերի խոսքը։ Մեր մեծերը ասում են, որ կենթանուն մարդուց տարբերում է, մարդուն ավելի ճիշտ կենթանուց տարբերվում է հիշողությամբ, խղճով։ Այո, Հրանտը խղճով էլ Համոսահյանն է ասում եւ հիմա կարող եք հատկանիշներ թվարկել, ի՞նչն է տարբերում մարդուն անասունից։ Մարդուն անասունից։ Դե առաջին հերթին ինձ թվում է այդ հայրենիքի զգացողությունն է, հա, եթե մարդը չունի իր
ապրած տարածքի ծննդավայրի, իր հողի արժեքը չի զգում, չի գիտակցում, չի ափսոսում, նրա ամեն մետր հողի համար չի ցավում իր սիրտը, չի ասում, որ ախր այդ Արցախը տենց չէր էլի, որ ինչ որ մի պահ եկել էր երկնքից ընկել էր, մենք էլ ոչինչ հանձնեցինք, հանգստացանք, ապրեցինք, եթե ցավ է ապրում այդ կորցրածի համար, այդ երեխեքի զոհվելու համար, դա է հայրենիքի զգացումը մարդու կողմից։ Մնացածը չգիտեմ ինչ ասեմ, տիքը բաներ կան, դե սկսած չափի զգացումից, դաստիարակությունից, բառերի ընտրությունից, դիմացինին չվիրավորելու այդ զգացումից, որ մարդը նաև այնքան պարկեշտ լինի, որ մտածի դիմացինը նաև ունի զգացմունքներ, չի կարելի դրանք վիրավորել, լիքը բան կա, որ պիտի տարբերվի մարդը անասունից, բայց հիմա այդ սահմանները այնքան ջնջվել են հիմա, դժվար է ասել, թե քանի ում մեջ կա այդ զգացումներ, ում մեջ ոչ։ Մարդուն հատուկ զգացողություններ։ Իմ գործընկերներից մեկը այսօր ինձ ասեց, որ անպայման Տիկին Օհանյանին հարցրու, ելք կա այս ամեն ինչից։ Հիմա ձեզ հայտնի բարակապակցությամբ հարցնում եմ, ելք կա։ Տես ոնց են էլի արժեզրկել ելք, ապագա, չենք ուզում այդ բառերը օգտագործենք նույնիսկ։ Ես ինքս լավատես մարդ եմ, իմ տեսակով եւ շատ ճիշտն ասած չեմ սիրում վատատես մարդկանց։ Այնց այսօր մի քիչ առաջ մի ընկերուս հետ եմ խոսել, որ իր ելույթում վերջերս ասել է, որ միևնույնն է, ոչ մի բան հնարավոր չի փոխել եւ այլ, շատ զայրացա, շատ վատ բառեր ասացի, որ չի կարելի այդպիսի որակումներ, այդպիսի տեքստեր հրապարակել, հա, պետք է հասարակությանը հույս ներշնչել, հավատ ներշնչել, լավ փոփոխությունների, ասում եմ լավ ասենք, որ լավ լինի, հետո խոսքը ուժ ունի, խոսքը գնում է, վերադառնում է երկրից, երկնքից, չի կարելի այդքան անփույթ լինել, հա, այդ ամեն ինչի նկատմամբ եւ պետքա իրոք պետքա հավատալ եւ պայքարել հասնելու համար այդ լավին, հա, որ Պարզա, թևաթափ լինենք տանը նստենք բոլորս ծնկներից խփենք, ասենք վայ, էս ինչ եղավ, երբեք լավ բան չի լինի մեր կյանքում։ Ավարտվեց ամեն ինչը։ Այո, պետք է անընդհատ լավատես լինել, հույս ունենալ եւ ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կա մի հատ առողջ լավ ողնաշար, որը պահելու է իրեն, անկախ բոլոր այս արհավիրքներից, բոլոր այս թողբոհերից, այս փորձություններից, որով մենք անցնում ենք, այդ ողնաշարը մեզ պինդ պահելու է, հողին կպած է պահելու, այս երկիրն է պահելու եւ այս երկրի համար ես կարծում եմ, որ իրոք լավ ապագա է սպասվում։ Ուղղակի պիտի հիմա եկել է խելամտության եւ ժողովրդի կողմից նաեւ վճռականության ու որոշումներ կայացնելու ժամանակը։ Այս հիմա մենք այդ փուլում ենք ապրում։ Թող այդպես լինի, ամեն կարելի ասել նույնիսկ։ Տիկին Օհանյան, դուք ձեզ այդ գիրք եք բերել մեր հաղորդմանը նվեր։ Այո։ Ես ճիշտ ասած մտածում էի ինչ բերել ձեզ, հազարավոր շատ մեծ գրադարան ունեմ եւ տանը եւ խմբագրությունում, հա, լիքը գրքեր կային, որ կասկածում էի որը բերեմ, բայց որոշեցի բերել Հրաչյա Բելիրյանի ժողովածուն, Վաղամերիկ մեր ընկերն է, այո, հրաշալի բանաստեղծ եւ առավել հրաշալի թարգմանիչ, այո։ Շատ երիտասարդ մահացավ 61 տարեկանում, շատ լավ գործեր ունի եւ գրած եւ թարգմանած, Մանդելշտամից սկսած, վերջացած Տուչևեսեն, ամեն ինչ թարգմանել է եւ Սա ինչ բանաստեղծների ժողովածուն է։ Սա Իսա ձեզ ասեմ, 14 անտարեսն է տպագրել, շատ լավ տպագրություն է իմիջայլոց, շատ որակյալ եւ անտարեսը մեկ-մեկ շատ սին գրքեր է անում, հա, այդ հրատարակությունն է, կարծեմ 14 թիվ է, եթե չեմ սխալվում, 2014 թվականին է տպագրվել, ուզում եմ ձեր գրադարանում լինի Հրաչը, որտեղ նաև հիշենք, կարելի ասել, որ Հրաչը ձեր սիրելի բանաստեղծն է։ Տենց չասեմ, որ տենց շատ կարամ առանձնացնեմ, բայց որ ինքը լավ մարդ էր, որակյալ մարդ էր, լավ մտավորական էր, հետաքրքիր մարդ էր, այդ շատ ցավում եմ, որ մի քիչ ալկոհոլի հանդեպ սերը իրան վնասեց ու տենց էլ ինքը ժամանակից շատ շուտ գնաց, ինքը շատ օգտակար, շատ այդպես որ ասում ես մշակույթ, այ մշակույթ կրող մարդկանցից էր, այո, եւ շատ լավ բանաստեղծ էր, իսկապես լավ բանաստեղծ էր եւ հրաշալի թարգմանիչ։ Շնորհակալ եմ Տիկին Օհանյան նվերի համար, որ հյուրընկալվեցիք մեզ, նաեւ շատ շնորհակալություն։ Անուշադրության կենտրոններ եթերում այսօր իմ հյուրը
Հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։